վարպետություն որ կարողանացան։ Եվ կուզեի անպայման խոսեինք վերջակետի մասին, կան նկարներ, երբ անգամ նայում ես սիրողական հայացքով, զգում ես, որ վերջակետը կարելի էր ավելի վաղ դնել, եւ դրանից նկարը տուժել է։ Այս շատ կարևոր մի բան, նկարելիս դնել վերջակետ։ Ասեմ ես անկեղծ ասած Ձեր նկարներում միշտ կա այդ օդը, այդ թափանցիկությունը, միշտ ժամանակին եք դնում վերջակետը։ Շատ բարդ բան է դա, ես ձեզ ասեմ, ռուս նկարիչներից Սերովը եւ Լևիտանը եւ իրենց հուշերում եւ գրվածներում եւ այն տողերում, որ մշակույթին եւ քննադատությանը տավ արվեստագետին է վերաբերում, շատ ճիշտ դիտողականություն ունեն։ Եվ երբ պիտի կանգնել, որպեսզի նկարը չսևանա, չծանրաբեռնվի, չփոխի այն օդայնությունը, կամա զգում եմ, երբ պիտի դադարեցնեմ։ Այ երբ մի քիչ ուզում եմ մտնել, խորանալ, ավելացնել, գիտե որ պիտի փչացնեմ ու հաճախ լինում է այդպիսի բան, դրա համար միշտ կիսատ բան թողնես, միշտ մի քիչ թերիվ դիտողնես։ Ասենք մինչև վերջ անելը արդեն այն թափանցիկությունը գունային, այն հետարքիր խաղերը չես կարող ստանալ, պիտի կորչի, ուրեմն կիսատ պիտի թողնել։ Երբեմն տղաս, կինս, աղջիկս կիսատ չի նկարը, չէ, կիսատ չի, այսպես է։ Հետո համոզվում են, այ հիմա համոզվում են, երբ որ նայում են ցանցը, որ կիսատ չի։ Կիսատի մեջ էլ իր հմայքը կա եւ գեղեցկությունը կա։ Այո։ Կարևորը որ չխեղդվի։ Գտնում եմ, հիմա գտնում եմ, առաջ ծանրացնում եմ երբեմն։ Հիմա գտնում եմ, որ պահին դադարեմ նկարելուց։ Ցուցադրվել եք նաեւ դրսում։ Այ ամենապարտավորեցնող ցուցադրությունը երևի թե այս վերջինը։ Սա կարծում եմ։ Ուրեմն խմբակային ցուցահանդեսներով ուրեմն եղել Փարիզում, Լիոնում, Մարսելում եւ այլն 10-8 նկարիչներով մեկ շաբաթյա այդպես ցուցահանդես վաճառ չգիտեմ եղել է, ես չեմ գնացել ճիշտ ասած ցուցահանդես, դա ինձ ոնց ընկերները տարել են մեր գործերը, ցուցադրվել եմ, բայց սա մի ուրիշ քննություն էր, ես ինչպես ասացի, անկեղծ եւ շատ մեծ պատասխանատվություն։ Ես վերջին 5-6 տարիներին լրջորեն պատրաստվում եմ այս ցուցահանդեսին ինչու։ Որտեւ դահլիճը չկար, երբ 5 տարի առաջ ուզում էի արել ցուցահանդես, դահլիճը չկար մեր այսօրվա։ Նա դեռ կառուցման փուլում էր։ Այ երբ արդեն վերջացավ եւ ցուցադրությունները ես տեսա, զգացի, որ պիտի պարտադիր անեմ։ Ու այս վերջին 5 տարին լրջորեն աշխատելով հասա նրան եւ իբարս իմ հարազատների, բարեկամների, ընկերների կարողացանք տակից պատվով դուրս գալ եւ մեծ պատասխանատվությամբ լծվեցի գործի ու ամենակարևորը քննություն բռնեցի արվեստասեր հասարակայնության առջև։ Կարծում եմ արդեն 2 օր է գնում է ցուցահանդեսը, ես տեսնում եմ այցելուներին, նաեւ նրանց ուրեմն մոտեցումներ եւ հերվից նայում ես, մոտենում են կտավին, հեռանում են, նայում են, խոսում են, մի վարքանում չեն հեռանում, նշանակում է ինչ-որ բան նշանակում։ Գիտեք, ներկաներից նաեւ շատ շատերը, այդ թվում նաեւ ես, ունեն մի ցանկություն, որ պետք է երկրորդ անգամ եւս գան, նորից նայեն այդ, ինչպես դուք եք ասում, տարբեր հեռավորություններից, որպեսզի նաեւ դատարկ դահլիճում կարողանան կրկին վայելել, հասկանալ, տեսնել, որովհետև երբ որ շատ մարդ է լինում, մի տեսակ շոու վիճակ է լինում, այնպես չես կարողանում վայելել լեովին կտավը։ Հանգեցրին ասեմ, այսօր ես եղել եմ տարբեր է չէ զգացողություն։ 12-ից մինչև 5-ը եղել եմ սրահում, որտեղ շատ ընկերներ կան, արվեստագից ընկերներ կան։ Զարմանալի հետաքրքիր, որ նկարիչները նկարչի գործը եղել են ցուցահանդեսներ, որ ես գնացել եմ, տեսնում 1-2 նկարիչ են դիտում։ Խանդում են իրար։ Երեք շատ էին մարդիկ, եւ շատերը չէին կարողացել նորմալնել, անկեղծ եմ ասում։ Ես որ եկա, նորից մոտեցա, նորից զրուցեցինք, եւ ինչքան գնաց այդքան մինչեւ 5-ը, անգամ 5-ից քես աշխատակցուին ուզում էր տուն գնալ, 5-ին պիտի փակվի ձմեռային սեզոնում, քեզ ժամ ավել մնաց, որպեսզի այցելուները դուրս գան արկան։ Այ շոյող այսպես ման է դա, նկարչի համար եւ
մտածում ես, որ իզուր չես արել եւ իզուր չես ապրել, իզուր չես ապրում ու չես նկարում։ Դուք նաև շատ թատերական ներկայացումների նկարիչ եք։ 40 եւ ավելի։ Աշնանարև, Ադամ Նաբուժն Արևելյան եւ եւս մի շարք։ Այ տարբերությունը թատրոնի եւ թատրոնը մի հրաշալի ու շատ դժվար աշխարհ է այնպես, որովհետեւ թատրոնը նախ բեմը ավելի պակաս հնարավորություններ ունի, քան բնությունը, չէ՞, բեմը կոնկրետ։ Խնդիրներն են տարբեր նկարչի առջև դրված։ Ֆորմա չէ, քառանկյուն ֆորմա, որի մեջ պիտի նաև տարածական պատրանք ստեղծես եւ պլանային խնդիրներ ուտես։ Տեսեք, ավանսցենայից գնում ես միջնաբեմ, վերջնաբեմ, հետո այդ կալասնիկներ, չգիտեմ, հիմա հայերը նրանց անունները ինչպես պիտի կազմակերպես, որ կարողանաս այդ ամբողջ նյութը, որը սերտել ես կամ կարդացել ես, կարողանաս ընդհանրական, ոչ թե մանրամասներով, կարողանաս պլանների վերածել եւ արարների վերածել նաեւ։ Եվ հետո դժվար է, երբ շատ արագ պիտի փոխվի, միզանսցենան փոխվի, արագ պիտի փոխվի դեկորը, պիտի կարողանաս այնպիսի հնարքներ ամեն ստեղծել, որպես շատ արագ եւ հագուստը փոխվի եւ բեմը փոխվի, ուրեմն մթեցում եւ միանգամից ուրիշ կերպարայնություն եւ ուրիշ պատկեր։ Սկզբից շատ դժվար էր բնակարարից 1-2 որ արդեն տեսա կարողանում եմ ինչ-որ բանել, հետո Ջերբաշյանի հետ եմ աշխատել, Հրաչյա Ղազարյանի հետ եմ աշխատել, հետո աշխատել եմ ռուսական թատրոնի գլխավոր շատ հրաշալի Ալեքսանդր Գրիգորյանի հետ եմ աշխատել, ամեն մեկը տարբերվում է ռեժիսորական իրենց եւ ընդունակություններով եւ պահանջներով։ Եվ բացի դա մակետ պիտի արվի, չէ՞։ Հագուստները պիտի արվի, կերպարայի խնդիրներ պիտի լուծվի։ Այդպես ես տարիներ շարունակ բունանկարչությանը զուգահեռ աշխատել եմ թատրոնում եւ այդքան 40 եւ ավելի ներկայացումներ ավել։ Հետաքրքիր աշխարհ է, բայց հետո թողեցի, որտեղ գեղանկարչությունը ավելի ծանրակշիռ էր իմ համար։ Եվ ժամանակի ու այսպես չկարողացա շարունակել։ Նաև երկար տարիների մանկավարժական աշխատանք։ 23-24 տարվա մանկավարժական ստաժ ունեմ։ Ուրեմն առաջին դասախոսական աշխատանքս եղել է Դիլիջանում, երբ Իջևանի մասնաճյուղի Դիլիջանի բազային ամբիոտ կար, այդ մենք մեր ընկերներով այն ժամանակ ստեղծեցինք։ Ուրեմն Ղարայան Համլետ կար, Ղարայան Համլետ, որը դոկտոր պրոֆեսոր է ֆիզմատ գիտությունների հրաշալի ընկերս երիտասարդ տարիներից մինչ հիմա երեքնա ներկայացուցիչ ցուցանեցին, նրա Սարո Սարուխանյանի, ուրեմն Դիլիջանի քաղաքապետի, Իջևանի եւ այսպես ստեղծեցինք համալսարանի, իհարկե նաեւ համալսարանի ղեկավարությամբ եւ կար ազգային ժողովի մի падգամավոր, որը ուզում էր որ օգնի մեզ, այն ժամանակ հարգում էին շատ ազգային ժողով եւ այլն, հիմա գուցե չլսեն շատ-շատերի չեմ իմանում, ստեղծվեց բազային ամբիոն, որը ղեկավարում եմ ես, նաեւ բաժինն է ղեկավարում մշակույթի Դիլիջանում։ Այդպես հետագայում դա գնաց Իջևան, Իջևանում դարձավ պետական համալսարանի ֆիլիալ, դարձավ ուրեմն կիրառական արվեստի բաժին։ Հետո այն տարին, երբ որ աշխատում էի Իջևանում, 5 տարի նույնպես այնտեղ դասավ։ Հիմա էլ դրանից է եկել եմ Երևան Ռոստին 2000 թվականից Ռոստին արվեստի դիզայն արվեստի ինստիտուտում եմ դասախոսել։ Այնպես որ շատ սիրում եմ ուսանողությանը, որովհետև հրաշալի երեխաներ կան, որոնց հետ շատ մեծ գոհունակությամբ աշխատում եմ, եւ որ տեսնում ես, ուսում եմ անվերջ նկարի հիշում եմ պատանեկությունս, հիշում եմ չկար ոչինչ, ցուրտ, մութ, մենք հանրակացարանում ապրում էինք 4 ընկերով, գիշերով իրար էինք նկարում ինչև քանիսը, հասկանում եք, նատուրա, հասկացողությունը բնորդ, մենք էինք իրար բնորդի տեղ կանգնում, հերթում նկարում, հիմա քիչ են աշխատում, բայց ով աշխատում է հաջողության պարտադիր հասնում։ Ընկերների մասին խոսեցիք, հիշեցի ձեր շարժերի շարքը։ Դա դեռ ուսանողական տարիներից, դեռ ուսումնարանից, հիմա շատ շարժեր, որ ցուցադրված են, արված են ուսումնարանից 4-րդ, 5-րդ կուրսից, այսինքն բավականին թույլ եմ եղել ուսումնարանի առաջ կուրսում, որովհետև դպրոց չէ, վանիկի 1-2 ամսվա կամ կես տարվա սովորասացով հնարավոր չէր գալ եւ Կոջոյան դպրոց ավարտած կամ Մերկուրովի անվան դպրոց լեռնականի ավարտած տղաներիդ քննություն բռնել։ Բռնել էի քննություն։ Եվ ոնց էի բռնել, փոքրիկ Շահամբեյան վանիկը մի երկտող էր տվել ինձ, եւ հորս 61 թվականին երբ եկա ուսումնարան։ Ու ինչ էր գրել. Արմիկ ջան, Արմիկը քարտուղարյուն էր։ Մի հրաշալի տնօրեն կար։ Հովհաննիսյան Գևորգ, չքնախ մարդ, այր պատմաբան է նա կարծում եմ, թե պատմաբան էր։ Գրել Արմիկ ջան, Հովհաննիսյանին ասա, որ գրաբերը շնորհ շատ տղա է, պարտադիր պիտի ուսանող դառնա։
Եվ այդ փոքրիկ գրությամբ ես ընդունել եմ ուսանան հրաշալի նկարիչներ, Աղամյան Կարենի, ուրեմն Եղազարյան Ֆելիքսի, Հրաչ Մնացականյանի, Արուչյան Ռուբենի, այսպիսի մարդիկ, որ այսօր հայտնի են հանրապետություն որպես լավ նկարիչներ, ու դրանց հետ ես առաջի կուրսից մինչև երկրորդ, երրորդ գիշեր ցերեկ նկարելով, որ մի ճեպանկար դասատուս հավանի եւ մի հատ փոքրիկ գծիկ դնի, որ քննության ես դրեմ։ Համառության շնորհիվ ես կարողացա ինչ-որ բանի հասնելու։ Ընկերներիս հետ համակալ, այսպես մտնել արվեստի լավ կլասիկ հորձանուտ։ Ընկերների մասին խոսեցինք, ցուցահանդեսի ժամանակ պատտվում էի դահլիճում եւ փորձում էի ձեր մասին փոքրիկ պատառիկներ քաղել ձեր հարազատներից, մտերիմներից, ում հարցնում էի, ինչպիսի մարդ է Համլետ Ասատրյանը, ասում էին հրաշալի մարդ է, լավ ընկեր է, լավ ամուսին է, լավ հայր է, լավ պապիկ է։ Շատ հուզվեցի, երբ բոլոր ընկերները ասացին, որ ինքը աննորմալ լավ ընկեր է, լավ հայր, լավ ամուսին, լավ պապիկ, լավ ընկեր, լավ մարդ լինելը ի վերջո, դա արվեստ է։ Այդպեսի պիտի ծնվես, այդպեսի ծնվում ես։ Դաստիարակություն է նշանակությունը, դաստիարակում ես, ընդօրինակում ես, չէ, վերցնում ես, կողքից մեկից լավից եւ դարձնում ես քոնը։ Բայց եթե մեջդ չեղավ այն ինչ որ պիտի լինի միևնույն է եւ որ սովորեցնելով որ դաստիարակել ուրիշով չես հասնի։ Դա պիտի մեջդ լինի։ Մարդկային է դիցը պիտի։ Այ ոնց նկարում եմ, տենց են ընկերություն եմ անում, ոնց նկարում եմ, տենց են խոսում եմ, տենց են սիրում եմ, տենց են ֆենտանում եմ, տենց են քեֆ եմ անում։ Ապրում եք այդպես։ Բացվող օրվա խորհուրդը։ Հետաքրքիր հաստատեցիք։ Այդ չեմ նկարում ուրիշ նոյեմբերի 29-ից մինչև հիմա չեմ։ Միայն ուսանողներից հետ մի քանի գծեր եմ գրել, չեմ նկարում, որտեղ զբաղվել եմ ուսանես։ Ու հիմա օրվա խորհուրդս լույսը չբացված մտածում եմ մի բան անեմ, բայց չկա հնարավորություն, որտեղ այս ժամին պիտի լինեմ այստեղ, այն ժամին պիտի այնտեղ լինեմ, այն հարցը պիտի տեղասկալքորեմ, մյուս աղջիկս պիտի կարգեմ, մյուսը ես պիտի կարգեմ, ընկերներս եւ այլն։ Չկա ժողովուրդ, խորհուրդս է որ վերկենամ ու նկարեմ, օրվա խորհուրդին իմ համար դա է։ Թե չէ նկարիչը կվերցնի ու կմբոս տանա։ Բռնեմ ու կթողեմ, ցուցանես ամեն ինչ ու գնամ նկարեմ։ Ձմեռվա փոթորիկներին։ Երեկոյի մտորումը որն է։ Այ օրը ավարտվում է։ Ափսոսում եմ, որ օրս գնաց, բան չարեցի։ Նկարներից հեշտ եք բաժանվում։ Բացարձակ ոչ, բայց հաճախ բաժանվում։ Վարպետ, արխիվում կանանց միամսյակն է, ձեր կինը Տիկին Ջուլետա։ Իսկական ստեղծված է արվեստագետի կողքին լինելու համար, որքան կարողացա իրեն ճանաչել։ Այ չեք կարծում, որ շատ ու շատ գործեր այդքան կատարյալ ստեղծվել են, որովհետև հենց այդպիսի կին է ձեր կողքին եղել։ Ներշնչանքի աղբյուր։ Չի խանգարել, որ նկարեք։ Իհարկե, խանգարել է, խանգարել է, բայց դե հիմնականում չէ, ինքը սիրում է իմ նկարությունը եւ նաեւ ասեմ ձեզ, սիրումը ցույց չի տալիս։ Եվ անverջ ինքը դժգոհում է, որ չեմ ավարտել, կիսատ եմ արել, խալտուրա ոնց էր այրեն, գլխարադ եմ արել։ Ձեր առաջին քննադատն է եւ երկրպագուն, չէ։ Չէ, լավ, հետո երեխաները գան մեծ նայեք, իբր թե գործ արել։ Ամբողջ իբր թե դե գիտես պիտի մեջը լինես որ իբր թե անդադ վրցինը չէ վերցնես ու բահը ձեռքդ փորես ոչ կարող կես ժամ մտածում ես նայում ես մի պատառը նկարելու համար քերում նորից նկարում քերում կամ չի ստացվում բան չէ ամեն ինչ չի ստացվում չէ իսկ կողքից թվա թե դու պարտադիր ստացվի ոչ այդպես չի դա եւ ասեմ իհարկե ինքը ինձ շատ օգնել է որ ես հանգիստ լինեմ եւ դուրս եմ գալիս վստահելով իրեն որպես հրաշալի մայր հրաշալի կին լավ մարդկանց աղջիկ կիրթ չէ գիտեմ որ խնդրեմ չի լինելու երեխաներից փոքր հասակից դաստիարակելու եւ այլն վստահաբար այլ շատ մեծ բարոյականության դեր գնացել եմ ազատ պատանց ձեր գործն անելու այո իդեպ ասեմ երբ ընկերները ասեցին որ դուք հզոր մագնիս եք իրենց համար աննորմալ լավ ընկեր Տիկին Ջուլետան այսպես ներկայացրեց ընկերության համար է սամելացվում չէ ինքը ասաց որ մարդ որի հետ ապրելը տոն է ինքը ասաց որ անգամ սուրճ վայելելը ձեր հետ միասին դառնում է տոն
Սա իր ձևակերպումն է։ Ես էլ ուզում եմ հիմա օգտվելով առիթից անկեղծորեն խոստովանել, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, իմ առջև կարծես կանգնած էր հենց ինքը բնությունը։ Բաց, անկեղծ, անսահման մաքուր։ Ես վայելեցի ձեր հետ ծանոթանալու մեծագույն հաճույքը ու մի տեսակ դա կարծես առիթ էր, որ ինքս ինձ մի լավ թափ տամ։ Հասկանամ, որ ասֆալտի վրա մի տեսակ ես չորացել եմ։ Մի տեսակ մարդկային այս աղավաղված ձևապաշտ հարաբերությունների մեջ իմ մեջ ֆալշը շատացել է։ Որոշեցի, որ պետք է ես իմ հոգում իմ մտքերում մաքրություն անեմ ու հասկացա, որ դուք այն մարդկանցից եք, քիչ մարդկանցից, որոնք կատալիզատորի դեր են կատարում իրենց շրջապատի համար։ Եվ դրա համար ես հրաժեշտին ձեզ պարզապես մաղթում եմ երկար տարիների կյանք։ Ուրիշ ոչինչ, որովհետև կյանքը դա մի մեծ կտավ է, եւ ինքը մարդը նկարիչն է, որը ավելացնում է գույներ, գունավորում է։ Ես այդ սպիտակ դատարկ կտավ երկար կյանքը այն վստահությամբ եմ ձեզ մաղթում, որ դուք այնտեղ վառ, խենթացնող, երջանկությանից ճչացող գույներ ձեր եւ ձեր շրջապատի համար անպայման ավելացնելու եք եւ ներկելու եք։ Կարծամ մի փոքրիկ բանաստեղծություն շատ երիտասարդ տարիներից մի հետաքրքիր պոետ աղջիկ ինձ գրել է Ժոլիետ Միխայելովան չնեղանա, ինքը գիտի դրա մասին, մինչև իրեն հետաքրքիր մի քանի տող։ Սպիտակ կարոտ։ Հետաքրքիր է, նաև վերնագիր է։ Ուրեմն կարոտս մի մեծ նորություն դարձել, կուրացել է քո առաստաղի տակ։ Ու ամեն կարգ ու կանոն մոռացած այս աղմկածին լռությունը խենթ ուզում է պայթել սենյակոդ մեկ։ Ուզում է կամաց արմունկը թրել, խլել վրձինդ, ներկերդ խառնել ու մի գույնով ամբից սպիտակ կարոտս ուզում է իրեն նկարել։ Շշմելու աղջիկ ես, չէ՞։ Ահա։ Սպիտակ կարոտ, որ ասացիք սպիտակ կտավ, ես հիշեցի սպիտակ կարոտ։ Եվ դուք հաստատ այդ կտավի վրա կավելացնեք բնականաբար գույներ, սպիտակ որ թողեք կտավը ձեր եւ ձեր շրջապատի համար։ Այդ վստահությամբ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսօր այստեղ մեր հետ աշխատող իմ ընկերներին ասեմ, արվեստագից բարեկամներիս եւ բոլոր նրանց այ ուզում եմ ցուցահանդեսի հետ կապված ասել ով մարդկանց ովքեր օգնել են ինձ իմ ցուցահանդեսը նորմալ կարգին կազմակերպելու համար դրանք իմ երեխաներն են դրանք իմ բարեկամներն են իմ ընկերներն են եւ դուք եք սիրելի բարեկամներ անչափ շնորհակալ եմ ձեզ Հրաժեշտին ինձ մնում է միայն ավելացնել, որ այս վերջերս մենք այնքան հաճախ ենք օգտագործում դժբախտություն բառը։ Տեղի անտեղի շռայլում մեր շրջապատի այսպես կոչված դժբախտներին, ինքներս մեզ, եւ չենք էլ գիտակցում, որ առաջին հայացքից բարձ թվացող այս գոյականը մեր մեջ բորբոքել է հոռետեսություն կոչվող հիվանդություն, դարձրել մեր կյանքը գորշ, խորհուրդս Հարգելի բողոքավորներ, ուշադիր նայեք հորիզոնին, բաց մի թողեք ձեզ համար ծագող արևը, ձեզ ընծա բացվող օրը, ձեր բաժին երջանկությունը, սիրով ապրեք ի վերուս տրված ձեր կյանքը և հիշեք, աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նրան նայես ոչ միայն քո կտուրից, դա ես չեմ ասում, այլ Ռաաբեն, կհանդիպենք։